Ողջույն, Սաֆարյանի վրա եմ, մի հատ գնամ, այդ դզող փչողը վերջապես ազատվել է այդ հիվանդանոցի հետևը, գնամ մի հատ դիպնեմ ու հետ գնամ Անահիտին վերցնեմ ու սկսենք գործը մեր Տեկվեցի Գյուրջան գները սոսկալի թանկացել է, որտև դե պարզը մեքենաները շատացել են վերանորոգը էլ թանկացել է բնականաբար ու էլ է հերթել է տենում եք Ամսի 11-ն է նոյեմբերի 4 ժամը ու 15 աստիճան ներխուժենք տարածքը այն կողմերը մի հատ բոքս է էլի վարձակալել եմ, թե ինչ է, խաբար չունեմ։ Այդ մեքենաները, որ գնում են Սաֆարյան փողոցն է, ստեղ ձորն է, այն տոր կանգեղ այգին, որ կառուցում են, սենց մի բան էր էլի։ Այս տիպից զոր էր այս մեկը կինոյի տեղը որ սարքում են մեր թաղերում մեր տունը վրա մեր տունը չի երևում ստեղից այս են շենքն է որ տակը Միրգ բանջարեղեն էինք առնում, մի վաղտ հետաքրքիր է մեր տունը որ չի երևում ստեղից Այս են վատ շենքն է որ մեզ Արարատից կտրել է փոքր Մասիսից նկատի ունեմ Այս են մեկն է որ ավարտել են արդեն, ապրում են մերը չի երևում այնտեղ մի թեթև ինչ-որ մեր տան ամենավերևն է երևում այս կլորը որ երևում է մենք ենք ասենց մասիվից զոր այս մի կողմից Ողջույն, ժողովուրդ ջան Ողջույն, Անահիտ ջան Տեկվեցինք Տերյան, վերջապես ազատվեցի 5 հա արդեն Արդեն մտնում այո, 5:25 րոպե Ուտելու պրոբլեմ կանգնեց էլի, որտև մինչև տուն հասնենք շատ ուշ կլինի Ուտելու համար Հիմա քցում բռնում ենք, ինչ ուտենք որ գնանք Բացի դրանից, մինչև հասնում ենք տուն հոգահան ենք ըլնում ես մեքենաների խցաններից Արդեն ոչ ուտելը տա գալի, ոչ բան, ինքան վատ եմ զգում, որ նստում եմ դիվան եմ, խելքի եմ գալիս Ավելավա ուտից հետո շարժվենք, մի քիչ թեթևանում Մի քիչ կակրաս, թեթևանա, ճիշտ է Մոսկովյանի հետ խաչմերուկին ենք, չէ, Իսահակյան Իսահակյան Էինի ռոզը արդեն պատրաստվում է նոր տարվան, այո, և սուրբ ծնունդի Հարմար է մի կոմոտենանք Հաջողվեց Թումանյան փողոցի վրա տեղ Պատկերացնում եք
Լա մի բան էլ ընդեղ տեղ մնաց ուրիշ մեքենա, նա գնաց կանգնեց արդեն։ Հա, երկու տեղ էր նույնիսկ։ Դե գնանք մի հատ Անահիտի սիրած խանութը նայենք։ Հետո որոշեցինք ոնց որ թե Վենա չէ ոնց որ։ Գնանք, հա, բայց ուրիշ մի բան ընտրենք, էլի տեսնենք ինչ ունեն էլ մենյուում։ Հա, մենք այդ ռիպսերը արդեն նադայել եղան։ Ռիպսից բացի ոչ մի բան չգիտենք այդտեղ։ Չէ, կրիվետկա ու սալատն էլ գիտենք։ Այդ հաստատ կվեկալենք։ Այդ կվերցնենք։ Ես գրիլյանն էլ վատ չէր, բայց սրանց մոտ ներսը այդքան հաճելի չէ, դուրսն էր լավը։ Դուրսը լավը, բայց ցուրտ կլինի արդեն։ Չէ, ցուրտ է երկը։ Խինկալի չենք ուզում։ Չէ։ Չէ։ Ոչ խինկալի, ոչ էս դրա անունը ոնց էր։ Լահմաջո։ Ոչ խինկալի, ոչ լահմաջո չենք ուզում։ Այնտեղ գրիլյանն է հրաժարվեցի։ Դատար կար, տես լրիվ դուրսը։ Դե հա ցուրտ է։ Ով կնստի էս ցրտին արդեն։ Բայց այս բոտասները առա անայդ։ Հիմա այս մարդու մոտ չեմ կարող փայլացնեմ կոշիկներս։ Սխալ արեցինք երևի։ Չէ, հիշում ես ինչ լավ էր։ Նստում էի մաքրել։ Ուզբեչկա, ուզբեկսկի փլով չես ուզում անայդ ուտես։ Չէ։ Էդի երկար ասեցիր չեն։ Ես մի պատճառներ ունեմ այստեղ չուզենալու ես։ Հələ։ Թումանյան փողոցի վրա։ Այո։ Այդ ինչ հետաքրքիր բան է։ Որտեղ մեր խոհարարները պակասել են։ Молодые люди приглашают вас. Спасибо. Скидка до 70%. Брендовая одежда, Анейц. Да. А нас еще назвали молодыми людьми. Пора порадуемся. Взгляды А этим չսիրած գործն է, հենց նայել է ու բան չառնել։ Բայց վիտրինը կխենք նայում։ Այդ մերոնց համար նկարում ենք, բայց ներս մտնել ու ոչինչ չառնել իմ չսիրած գործն է։ Այստեղ նայեք ինչքան տեղ կա։ Բայց ասեցին, գիծը։ Հա, մենք եկանք որտեղ կանգնենք ուրախ ասեցին մինչև ժամը 8-ը մեր խանութի ժողովրդի համար է։ 8-ից հետո ինչ ուզում եք արեք։ Հիմա ծոցա ջան, ողջույն։ Ողջույն։ Ես չի ուզում բարձանա այս կամերան անայդ։ Ահա։ Այս ինչ լավ անցավ։ Հա։ Նաիդու мы хотели, не попали։ Մերոնցից հանդիպեցինք Մոսկվայից։ Հայրը լուսանկարը ցույց տվեց տղան, ծանոթ էր դեմքը, շատ երևանյան տղա էր։ Բայց տղան տարի փոքր քեզանից ու էլի Պուշկինսկի դպրոցում սովորել։ Նոր ասովորում հայերեն։ Նենց որ հետը ռուսերեն խոսանք, здравствуйте։ Здравствуйте, я из Хаем. Ես հայ։ Меня зовут Павел. Պավել կարող է փորձեք հələ հայերեն խոսակ, տենանք ոնց է ստացվում։ Или не получится. Да. Не получится. Вы родились в Москве, да? Родился в Москве, да, папа с улицы Налбандяна из Еревана. Ага, ծնվել է Երևանում, պապան էլ ապրել է Նալբանդյան փողոցում։ И посещал нашу школу Пушкинскую, да? Այո։ Но на 2 года младше меня. Его мама, моя бабушка, была преподавателем русского языка. В Пушкинской? Ну, точно не помню, возможно, да. Дедушка Пайлак был профессором в институте, профессором гуманитарной науки. Да? В каком институте? По-моему,
государственный ереванский есть такой? Университет. МГУ, да? Он русский? МГУ, ЕГУ. ЕГУ, да, ЕГУ. А как звали? Ну, ты должна знать. Пайлак? Пайлак Улиханян нет. Мне не преподавал точно. Он в КГБ армянском еще работал. Да, так, да? Параллельно. Серьезный дедушка. А дедушка по маминой линии был академиком. В честь него кратер на Марсе назвали. Даже так. Мама русская. Мама русская. Вот поэтому вы и армянский не учили, нет? Да, обычно материнский язык дети. Все от мам зависит. Да. В Москве родился, общался с местными на русском. Ты знаешь, на армянском называется майрени лежу. То есть материнский язык, или вот. Не айрени, а майрени. Да. Да, поэтому все зависит от мамы. Я очень рад вас увидеть, потому что в Москве смотришь, да, Ереван Everyday, но лучше приехать, конечно, и вживую, все это совсем другое впечатление. Можно миллиарды раз посмотреть, YouTube, конечно. Но это не то, надо самому смотреть. Самому ездить по природа очень красивая, крепость Андерт, ездил на винодельню в Анарди под Ереваном. Ага. Сегодня ездил в Гегард, завтра поеду в Нораванг. В общем, активно вы очень. Севан видели? Вот Севан не успел, потому что там погода плохая, ветер сильный сегодня. А ветру там всегда, даже летом. Павел, а в последний раз когда были вы в Ереване? В 5-летнем возрасте. Ах так, да? А на сколько дней приехали? На 3 дня. Я еще вернусь. Всего лишь на 3 дня? Да вы что? А нет желания армянский язык учить? Я даже думал армянское гражданство получить. Да. Армянский я начал писать, то есть я изучаю алфавит, написал свою фамилию на армянском и продолжаю в том же. Да. Вы левша? Я правша. Правша? Вы левой показали. А чем вы занимаетесь в Москве? Искусственным интеллектом в Москве. Искусственным интеллектом. Да. Специалист по искусственному интеллекту. Да, я работал в московской бирже, сейчас в другое место перехожу. Да. А вы в курсе вообще в Ереване, как вот эти организации искусственного интеллекта? Ну, ясно, что слабее, чем в Москве, но... Есть большой офис Яндекса, это, российская компания. Да. И она, я думаю, продвигает здесь и эту тему. Ну, конечно, в Москве больше, да. всего. Да. Но вы поинтересуйтесь, здесь есть очень интересные проекты. Я выключу, мы поговорим на эту тему, я хочу с вами. Ну, папе привет передайте, маме привет передайте. Мамы, к сожалению, уже нет, но папа привет. Мамы нет, да? Передайте обязательно. Вы вдвоем живете, да, с отцом? Не, я отдельно, он с братом младшим. Со своим братом, с вашим братом, да. 13 лет. Да. А вы отдельно живете? Давно. Может, у вас дети есть? Нет, но вот я бы хотел с красивой армянкой познакомиться. Ну, так, да, прямо? А сколько вам лет? 38. 38. Вот свободный, красивый парень. Скоро научится армянские буквы уже, армянский язык. Алфавит уже изучает. 5-летний ребенок сейчас вот пишу буквы. Да. Но это сложное дело. Павел, а здесь работу вы ищете, возможно? Но я пока как турист. Потому что гражданство без на работы. Приехали или просто как турист? Я так понял, легко получить, да, если да. Но язык не обязательно для гражданства. Нет? У меня есть знакомый, который не знает армянский. Не знает, да. Ну хорошо, Павелджан. Да. Вы передали привет? Да. Я проморгал этот момент. Ну, до свидания. Всех вам благ и удачи. И хорошего вам дня.
Да, у вас очень интересная задача найти красивую. Удачи вам. Спасибо. Пока. Ուրեմն, մի քիչ հայերեն թարգմանենք մեր խոսակցությունը։ Ես սկիզբը փորձեցի թարգմանել, բայց հետո ստացվում էր, որ ես ընդհատում եմ ձեզ դրա համար։ Հա, Պավելը շատ լուրջ որոշել է ստեղ աղջիկ գտնի, ամուսնանա։ 3 օրով է եկել, բայց ասեց էլի եմ գալու։ Մի խոսքով սենց տղա։ Այո, Մոսկվայում ինքը զբաղվում է ինստիտուտի ինտելեկտով, այդ ինչ-որ ասպարեզով էլի։ Հա, այդ արհեստական, այո։ Բանականություն։ Հայերեն, այո։ Սենց հայեր։ Հա, որոշել է, որ հայերեն լեզուն պետք է անպայման սովորի։ Հիմա արդեն տարերը սաղ ուսումնասիրել է, այգու բենը ճանաչում է, նույնիսկ մեկ գրում է, որոշ բաներ ասում է իմ անուն ազգանունը արդեն հայերեն գրել եմ, վերջը, հիմա մնում է խոսակցական զարգացնի հայերեն լեզուն։ Բայց մոռացա հարցնեմ, մեր հաղորդումները ո՞նց են նայում, եթե հայերեն վատ է հասկանում։ Դե երևի պապան է թարգմանում։ Երևի Կիրակի օրերն է նայում։ Կամ Կիրակի, կամ էլ պապան։ Ինքը առանձին է ապրում, պապան իր փոքր եղբոր հետ է ապրում Պավելի։ Իսկ դու հիշում ես այն ամերիկացուն, որը Իսրայել էր զանգում, որ իրան թարգմանեն։ Հա, դե Դենց էլ կա, էլի։ ունիկալ մարդ էր։ Ամերիկայում մեզ մեկը նայում էր, բացարձակ հայերեն չէր հասկանում։ Ես բան հիշեցի անեիդ։ Ինչ։ Մեր Գայանեի Ալսուբրուկի ամուսինը ահացավ Հարոլդը։ Ինքն էլ էր, որտեղ հայերեն չհասկանալով, դե ինքն էր քթե Գայանեի համար մեր հաղորդումը։ Շատ լավ մարդ էր, լավ մարդ էր, այո, բայց հիվանդ էր վերջի տարիները։ Շատ էր տանջվում։ Համ ինքը, համ Գայանեն էր տանջվում։ Շատ պայքարեց, բայց չկարողացավ վերջնական փրկի։ Այո, արդեն նոր տարվա շունչ կա այստեղ։ Դե շնչենք ու գնանք հաց ուտելու։ Հա, այդպես։ Բա ինչ ես ուզում ես, ձմեր պապի կողք կանգնենք։ Չեմ ուզում։ Մնանք ստեղ։ Չէ, նկարենք, մի քիչ նոր գնանք։ Դե նկարում եմ էլի։ Այս շուրկունչիկներն են։ Մարդուկ ջարդուկները։ Այո։ Ջարդուկ էր, թե կոտրուկ էր, չեմ հիշում։ Չեմ հիշում։ Ցենտր ծաղիկները։ Ոյ, այս ինչ սիրուն է այս բաները, արևածաղիկներով փունջը։ Դե իրանք ինչ անում են։ Հա, իրանց մոտ ամեն ինչը շատ գեղեցիկ է։ Ես էլ շատ գեղեցիկն է։ Որը։ Այս։ Դե գույների համադրությունը, հա, լավն է շատ։ Ինձ ես ավելի է դուր գալի ճիշտ ասած։ Հա, սա մի քիչ ավելի խայտաբղետ։ Նա անեն ստոնի մեջ է։ Իսկ այն բանը վարդագույնը ինչ ծաղիկ է, կարող է իմանալ սա։ Այս։ Դες ինչ որ անծանոթ ինձ համար ծաղիկ է։ Ես պետք է ասեմ։ Եսի։ Թող մերոնք ասեն։ Անա այդտենց մանրուքներ ես։ Ով գիտի թող ասի, խնդրում։ Կամերան պետք է փոխեմ այդ։ Սրանով չեմ կարա։ Տուկ։ Այն ռոզը միշտ պատրաստ է ձեզ ընդունելու։ Տենց բաներ գրած, չնկատեցի ես։ Չէ, ես ենթադրեցի, բա։ Դռները բացված, պատոհանները։ Ես բամբակներ են, հա։ Ինչ սիրուն է։ Ես հիշում եմ առաջ անգամ ցուցահանդեսում փոքր էի։ Ես բամբակի բաներ էին բերել Ուզբեկիստանից։ Նենց էի զարմացել, որ բամբակը տենց է աճում։ Բալա ձիվիկները։ Բոլորովին չէի Կաչալկիկ են, մեր մանկության ձիերն են։
Մենք մանկությունում սենց սիրուն ձեր չունենք։ Ոնց։ Ես հիշում եմ, Սենց գեղեցիկ։ Չէ, սենց տոչնը չի, բայց Հա, էդ հա։ իդեան նույնն էր։ Հա, դե պրեսպապիից։ Հելատակն էլ ակեր կային, բացի այդ կաչալկայից ակեր էլ կար, չէ, որ կարողանա տեղափոխվի։ Անկեղծ ասած ես չեմ ունեցել, միշտ ուրիշների մոտ եմ տեսել։ Եղբայրս ունեցել է։ Գնացինք Անահիտ։ Գնացինք։ Բնական է, այո։ Հա? Այո։ Չէ լուրջ։ Լուրջ։ Ես ինչ լավ ծառա է մրդ։ Շատ սիրում եմ։ Ոնց որ հատուկ լինի, չէ՞, այս խանութի համար։ Աճեցրած։ Էնով վերևից նայում։ Աստորեն երկրորդ հարկն էլ է, հա, իրանցը։ Հա, բայց ցածր է, տես առաստաղները երկրորդ հարկի։ Ինձ թվում է լիարժեք երկրորդ չի, էլի։ Հա? Դե вообще-то ստեղ էլ է ցածր։ Հատուկ են արել, որ գոնե երկու հարկ ունենան, էլի։ Հա, երևի։ Ճիշտ ես։ Դե ասենք անուշ գաստրոնոմը այսնույն բարձրության մի հարկ էր, էլի։ Մերոնք մեզ ինչքան են ուղարկել ես ջարդուկը։ Իմացիան, լուլում։ Մեջն էլ իտալական կոնֆետներ։ Ողջույն Լուլու ջան։ Ողջույն։ Շնորհակալություն, մերսի համար նորից։ Կարանք գնանք Անահիտ։ Իհարկե կարանք։ Ես հա մտածում եմ ինչ ես այսքան երկար կանգնել։ Դեմքն է փակել է, որ հագարց խփի չերևաով է։ Всё. Հազիվել հասցրեցինք։ Տերանովիչն ենք։ Ոնց ուզում ես։ Ոնց քեզ հարմար է։ Դե Տերանով մոտիկ է։ Հա, վերջնական որոշեցինք Վենա։ Դե հա, գնանք մի հատ տենանք ինչ։ Հա, նոր ինչ-որ բան ընտրելու։ Ուրիշ բան ունեմ մեզ առաջարկելու։ Շատ է ժողովուրդը, չէ՞։ Նույնիսկ ես համարյա միշտ դատարկ փողոցում, այս մասը միշտ դատարկ էր ըննում, համեմատ են կողմի։ Մեր երեկվա կերած գները մերոնցից ով էր Անահիտ, Ռուբեն։ Հա, Ռուբեն Խրլացյան, չեմ հիշում ազգանունը ներողություն։ Չէ,
Ռուբեն, այդ քո ասածը Խրայանն էր։ Հա, հենց ինքն էր։ Ինքն էր։ Այո։ Հա, հաշվեր էր $78 էր հաշվի։ Ամերիկյան գներով։ Հա։ Իսկ մենք ինչքան մոծեցինք, հիշում ես։ 9000։ 9000-ը 25 Հա։ $, 78, հա։ 3 անգամ ավելի, Համարը 3 անգամ, այո։ Դե երևի Չէ, համարը էլ հաստատ 3 անգամ։ Երևի մոտարապես այդքան էլ եկամուտը բարձր է, էլի, միջին։ Այնտեղ, չէ։ Հա։ Դե հա։ Ստեղ ինչ-որ նոր բաներ են նկարել։ Չէ, նույնն է։ Չէ, նույնն է։ Հա, նույնն է։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ենք մենք մի նկարել։ Հա։ Էլի մի նկարել։ Մենք տարի որ ասին Մուրմանսկից են, որ ասին հայերը որտե ասես որ չկան։ Հա։ Լավ է, շատ լավ է, մենք ձեզ նայում ենք հայրենիքին։ Նստում ենք մոռանում ենք, որ այդ սուրդու մուտ ետբերն է։ Այդպես դե գալիս ենք արդեն, մանրից գալիս են։ Մենք մտան չենք կնա։ Ես շատ հաճելի էր։ Մեզ էլ։ Ինչպես Լավ երեկո ձեզ։ Բնական է։ Ձեզ նույնպես։ Ամենալավն բանը։ Ձեզ Ցտեսություն Մուրմանսկ Вообще շատ մարդենք չի արդեն սկսե հանդիպել, որոնք մանրից իրանց ասած գալիս են։ Արդեն շատերը Ամերիկայից կես տարի էստեղ են ապրում, կես տարի այնտեղ, կարելի է նույնիսկ ավելի երկար էստեղ ապրել, եթե այնտեղի բան ունես քաղաքացիություն, հա, գրաժդանство։ Վերջը ժողովուրդը կամաց խելքի ագալի վերադառնա, այո։ Դե ամենա այդ Մեկ չգիտենք ինչքան են գնում անայդ։ Հա։ Դե решающий ֆակտորը այդ եկամուտն է, որը այնտեղ բարձր է։ Եվ այդ երկրորդը ես չեմ ընդունում։ Решающий ֆակտորը այդ Հələ որ մեր ոչ ստաբիլ վիճակն է, ոչ Այո։ Սահմաններ ունեն գծած կարգին, ոչ չգիտեմ։ Այո։ Անընդհատ ինչ-որ պահանջներ։ Համով ուտելիքը չի կարա էլի։ Փոխարինի այդ բոլորին։ Արտիոլի։ Հա, արտել է, հա, ինչ-որ կոշիկների։ Արտիոլ։ Չէ, ինչ արտել։ Կոշիկները էլի։ Ինձ թվում է իրանք են կարում, չգիտեմ ինչի է տենց է թվում, հլա հարցրում։ Չէ, հարցրեցի երիտասարդին, սա իտալական բրենդ է, պարզվեց, Արտիոլի, իրանք չեն կարում։ Բայց մերոնք արդեն նենց են վարպետացել, լրիվ նույն տիպի կոշիկներ էին, ոնց ու մերոնց, ուղղակի հարմարության տեսակետից էլի, կարող է մի քիչ հետ ընկել։ Անայդ, են մարդու անունը դու հիշում ես Ամերիկայում, որ Մայքլ Արամ։ Մայքլ Արամ, ստեղ ոնց որ կար, չէ՞ ես մեկում ինքը։ Բայց իր անունով էր հենց։ Մի վաղտ իր անունով էր, հա, հիմա անունը փոխվել է, բայց իր ապրանքները կան, հա, իր մենք մի անգամ մտանք իր իրերը կար։ Մայքլ Արամի։ Ես մեկն էր հետաքրքիր են կողմից փակ էր ես, Սիրավարնյան։ Հա։ Ուրիշ բան է դառը տենոս։
կարելի է այստեղ փորձել գնալ։ Չէ, ես կողմից բաց է անայդ։ Հա, հենան մարդ կան էսը։ Կարող է անունը փոխվել, այս էլ որ սկսել են անունները չգերել, ինքան անդուր է։ Հա, չգիտես։ Ինչը ոնց է կոչվում։ Հա, ակին մեջտեղ է։ Գնա իմացի իմ այս Սիրավարնյանա, թե ուրիշ մի բան։ Ուրիշ մի բան է։ Էստեղից է մուտքը կարաս մտնես հարցնես։ Հա չէ, հենա գրած է անայդ։ Հա, այս է Սիրավարնյա։ Նա որ գնանք բայց դες հայերեն են արդեն գրել։ Առաջ ռուսերեն է։ Ռեստորան։ Բարև։ Իսկ այն կողմը, որ դուք վերանորոգում եք, ձերը չի լինելու։ Են դալանի մեջ։ Դալանի մեջ։ Չէ, մեր հետ կապ չունի դա։ Բայց մի վաղ տեղ Սիրավարնյա էր գրած։ Սիրավարնյա գրած։ Չէ։ Սա է, գնում է հենց այդ հատվածը։ Հա, Չեք վերանորոգում։ չեք վերանորոգում։ Պարզա։ Լավ է գործերը։ Լավ, շնորհակալ եմ։ Համեցեք։ Մի օր կհամենանք, այսօր մի հատ Հաստատ։ Բայց մի հատ հարցնենք, ինչ է բանը, մենյուն ոնց է, ռուսական։ Ոչ միայն ռուսական, նաև մենք հայկական խոհանոցից որոշ։ Հայկական խոհանոց, հա։ Լավ։ Պաստա, պիցա, իտալական նույնպես։ Չէ, մի րոպե։ Ռուսերը մենյուից ինչ է։ Ռուսական ունենք բորշ օրինակ։ Հա, այդ ձևի բան է։ Մենի, վարենիկներ։ Մի րոպե, Շահումյան հրապարակի վրա որ կա։ Այո, հա, նույնն է, հա, հա, ուրեմն հարցերս ավելորդ էր, ծանոթ ենք։ Դեռ լավ խմորեղեններ շատ։ Այո, նույն մենյուն։ Նույնն է, հա։ Դե լավ։ Շնորհակալություն։ Տեսցի։ Հա, ես մոռացել է, եղել ենք, չեն, հելի ծնունդին ենք։ ենք։ հետ, Իրինայի հետ։ Բավուց Իրինային չենք տեսել։ Ես է ռուսական թատրոնը։ Ողջույն Իրինա ջան։ Նելին Ողջույն։ տեսել ենք ես վերջերս, բայց քեզ վաղուց չենք տեսել։ Անայիտ, ես սենց որ գնանք հետո կարանք իջնենք։ Չեմ հիշում, գիտես։ Լավ արի գնանք։ Դե մենք են անգամ Վենայից դուրս եկանք այդ դալանով մտանք չէ հյուսիսային, երևի ինչ-որ մի ճանապարհ կար։ Ճիշտ ես։ Հա, հես այ մարդ, ես սաղ Սիրավարնյա։ Շատ մեծ է, բարև։ Օ, ողջույն։ Ես ո՞նց Ասում որ մի քանի օր առաջ Ահա, ինձ գերում ասում է Երևան everyday-ում մեզ տեսել են, ասում է Պարոն Արմեն է։ այո, Պարոն Արմեն է։ Քեզ նկարա գրել է, բանը արա գցել է սայթում, ասում ուրախ ենք, որ գոնե հայություն խոսում է այստեղ։ ահա, Գոնե հայկական երկեր կան։ այո, Մի քիչ քայլենք իրար։ քայլենք։ Բա դու չգիտեիր, որ մենք գցել ենք քեզ։ Մենք ամեն նկարելուց Մենք քեզ շատ ենք գցել, Արման։ Ու շատ անգամ։ Այո։ Ախ, գիտես։ Մի 3 անգամ։ Մեր սոխակն է, այո։ Քանի ուրջանին երկիս մուրմանին ապա ինչ անիմ արտասուն կանիմ շատ ու կուսանիմ յակադսանիմ Լավ է շատ։ Այ երկիչը սենց կլնի։ Միանգամից առանց պատրաստվելու։ Զգացում եմ, որ շատ սիրում է իր գործը։ Ես քայլում եմ պատահաբար։ Այս էլ պատահական չի, ոչ մի բան պատահական չի։ Դու հավատում ես, որ ոչինչ պատահական չի լինում։ Նույնիսկ այդ որ հայտնվել եմ Երևանում պատահական չի։ Պատահական չի։ Ես հավատում եմ անում։ Այո։ Վախ ես որ չես նվագում։ Բերերիվ եմ։ Տերերիվ ես։ Այսօր որտեղ ես նվագում։ Մի հատ ընկեր ունեմ, ինքը սոլոիստ է։ Դե Ֆրանկ Սինատրա է երգում, sense հայ անգլիական երգերն է երգում։ Ահա։ Միշտ ինքը երգի, ես կգամ։ Ահա, փոխարինում եք իրար։ Իսկ որտեղ Արմա, որտեղ եք կանգնում։
Ես մի հատ մոտիկ։ Հա, էս Հյուսիսայինի վրա։ Ճիշտ է, այն անգամ մենք անցանք, դու չկայիր։ Ու ճիշտ է, այնտեղ անգլիական երգեր էին հնչում, ես հիշեցի։ Բայց ոչ, մեկը, ինքը Շարլ Ազնավուրն է երգում։ Հա։ Լափո է ոնքան։ Այս երաժշտությունը համահանում է մեզ։ Ընկերդ որտեղից է եկել։ Ինքը Իսպանիայից է։ Իսպանիայից։ Իսպահան։ Իսվահան, հա։ Շիրազից է։ Շիրակից։ Իսվահանը։ Շիրազից։ Շիրազը Հովանեսը որ իշես մնացած էլ կհիշես։ Ինչ է իշեմ։ Հովանես Շիրազ։ Հա, չէ, Շիրազը գիտեմ, այ մարդի։ Գյուլնարան Շիրազից էր, չէ։ Գյուլնարային գիտես։ Գաղափարություն եմ։ Ով էր բանը։ Գյուլնարան, ասում է, Գյուլնարայի նման վարդ Շիրազում չկար։ Այո։ Գեղեցկուհի էր Գյուլնարան։ Բա որտեղ ես հաց ուտելու։ Այս բանը չեմ կարող հաց ուտել, որովհետև երկելու ընթացքում պիտի փորը դադարել։ Վայ։ Իհարկե։ Այսինքն պիտի ճիշտ աշխատի։ Ընդմիջումը ուղղակի զբոսնում ես, հա, Արման։ Հա, զբոսնում եմ, սերվում եմ։ Օդաշնչում, մի քիչ հանգստանում է։ Մտածում եմ ռեպերտուարը ոնց առաջ տանեմ, որ ժողովրդին դուր եկա հայկական հնչի գոնը։ Արման, որ երգում ես, արդեն լավ զգում ես, չէ՞, անցորդները որն են հավանում, որից են միանգամից քարանում, կանգնում։ Հա։ Լավ դպրոց է պաստորեն, չէ՞։ Կյանքի դպրոց։ Ճիշտ բան ասի։ Մենք հասանք։ Արման ջան։ Հա ջան։ Իսկ ամուսնանալու հարցերը ոնց է։ Էլի ազնական հարցեր է, սա բանը։ Բա մարդը անձ։ Դու մենակ երկիշ ես։ Դոտի վրա չեմ մնա։ Մենք չհասանք։ Հասանք։ Եկնացինք Արման ջան։ Դու ես իմ երեխաները կտեսնես Արման ջան։ Հա ջան։ Շուտով։ Երկար ապրեք, ինձ տեսնեք ընտանիքով, ես իմ ամրոցը արդեն պատրաստվում է։ Հա։ Բայա։ Դե իմաց կտաս։ Հաջողություն, համ անձնական կյանքում, համ գործունեական կյանքում։ Շատ շնորհակալ եմ։ Մի հատ գաղափար տվեք ինձ։ Ինչ անենք։ Գաղափար։ Հայկական երգերից մի բան սկսեմ թազե ռեպերտուարի մեջ տղավորեմ, էլի։ Մենք գաղափար տանք։ Այո, իհարկե, պետք է։ Դու այդքան լավ երգեր գիտես ու մենք տանք գաղափարը։ Ինչ որ Իսպան ձեր մտքերը գալիս է։ Հա։ Այս բային մտքոս եկավ։ Սիրուն ես մտածեցի, բայց դու երգում ես։ Այդ երգում բացի սրանից։ Ես օրինակ չմամխի մտքովս բանն անցնում, Բաբաջանյանի ինչ-որ բաներ, օրինակ Երևանի սիրուն աղջիկ։ Էդ եմ երգում։ Հա, էդ ես երգում, բայց այստեղ եմ ծնվել եւ այստեղ մեծացել։ Երգում ես, այստեղ եմ ծնվել եւ այստեղ մեծացել։ Այս ջուրն եմ խմել սառնորար։ Այո։ Հազար ճանապարհս դու ինձ հետ։ Այո, սիրո առաջի երգը։ Այո։ Դու շատ ուրախ եմ ես։ Որ երգես կհիշես մեզ։ Իհարկե միշտ եմ ձեզ։ Արման ջան, ես քեզ խորհուրդ կտամ YouTube-ում այդ ֆիլմը նայես։ Առաջին սիրո երգ կոչվում է։ Նայել ես ու այդ ֆիլմը։ Կինոն չեմ նայել, բայց կինոն նայի, այնտեղ շատ ֆիլմ է, բայց շատ լավ երաժշտություններ։ Երևանյան երաժշտություններ են, էլի։ Էստրադա է, չէ՞, տղավոր։ Այո։ Գիտեք։ Արտեմի Այվազյանի գրասներն են։ Արտեմի Այվազյան։ Արտեմի Այվազյան։ Արտեմի Այվազյան, հա։ Մի երկու բառ էլի ասեք։ Այստեղ եմ ծնվել եւ այստեղ եմ կինոյի մեջ էլի Սիրո առաջի երգը։ Զեփյուրն է երգում, թփերում, թե ծեփում, չգիտեմ։ Այո։ Հա, ասես ասում։ Այդ ֆիլմը մի հատ բան արա նայ։ Շատ լավ երաժշտություն։ Համ Երևանը ավելի լավ կպատկերացնես, կզգաս։ Ինչքան խորանակ էլի տեղ կա։ Կարող է կյանքս շեյրիքի։ Կարող է։ Եթե ուզում ես այդ լավ երաժշտություն, անպայման այդ ֆիլմը նայի։
Նայ այդ ֆիլմ։ Մի խոսքով։ Անդեղ լրիվ հայկական երգեր է։ Լրիվ հայկական։ Հիշեցիր անունը ֆիլմի։ Այվազյան։ Չէ, Այվազյան պետք չի։ Առաջին սիրո երգը։ Սիրո երգը, Այվազյան կոմպոզերը։ Չէ, Այվազյան մի գրի, YouTube-ում ուղակի գրի։ Առաջին սիրո երգը։ Ֆիլմ, առաջին սիրո երգ, ֆիլմ, հայ ֆիլմ։ Եղավ։ Տեստեսցու։ Ստեսին Արման ջան։ Այստեղ բարձր է, այնտեղ ցածր է։ Դերում ես երկելուց առաջ ուտել չի կարելի իրանան այդ։ Հետաքրքիր է, չէ՞։ Դե իրանք вообще լավ երգիչներ օպերային ես հիշում եմ, որ հումձու էին խմում, հիշում ես։ Ձայնն են բանը, որ ավելի հարստանա։ Ֆիլմերից գիտենք, ուղղակի։ Իսկ մենք գործի վաղ գնում ուտում ենք անայդ։ Դե դա ձեզ մեզ չի խանգարում։ Լավ, անջատեմ չամանչացնենք։ Սենց բաներ պատվիրեցինք։ Ես տունյեց ես, չէ՞ ոնց։ Հա, տունյեցը։ Տունյեցը հայերեն չգիտեմ ոնց է։ Թուն ասեց։ Թունաս։ Թուն։ Եսել, միգին դե, դե ես են անգամ վերցել էինք ծանոթը, բայց ես մեկը ծանոթ չի գործել, ու որոշեցինք մի հատ է գենի խմենք ջերմուկների տեղը, գնացինք Անայդ ջան բարեախորժակ։ Շնորհակալություն, քեզ էլ։ Ոնց է ասում, շոտը։ Chicken tempura 2500 Schwedenplatz Shrimp Անայդ, լավ էլի, թող կարդամ, ես շատ եմ կարում կարդամ, դու էլ ընդ Schwedenplatz Դե մենք ստեղ էինք ապրում, դրա համար եմ կարդում Դե հասկացա Shrimp tempura Մի բաժին իրեք Տեմպորա թե տեմպուրա Tempura Հաստատ օյա, թե ույա Հաստատ օյա Դե երևի ինձ թվում է այդ սուխարի մեջ էլի որ բան, տեմպուրան ինչ է, այդ սուխարի մեջն է, հա? Դե ուրեմն շնիցելն էլ պետք է տենց, հա, գրված էլ Զկնային բրուսկետա Որտև դա էլ է սուխարի մեջ Զկնային բրուսկետան տեսակ է, իկրայով բանով Տունով 3000 Աջան? Հա, կրիվետկեք Զկնային Որն է կրիվետկան, բրուսկետա? Չէ, շրիմպը, շրիմպս Հա, շրիմպը Շրիմպս, կրիվետկի Հա, այդ 3500-ներ զկնային բրուսկետա Բրուսկետա արդեն նշանակում է, որ այդ սուխարի մեջ է, հա? Չէ, բրուսկետան հացի վրա է Հա, տեմպորան էր Տեմպուրա Բարդ կյանքա Հացի զամբյուղ, այս հասկանալի բան է, 1000 դրամ Շնչոր թանկ էր, բայց հացի Դե զամբյուղի իրանց մտածը միշտ էդ կամար Հա? Այո Լավ Սանտա Կրիստինա Ես ինչա Գրեչետո սպիտակ շիշ Ես ես ասեմ ես գինին շատ հավանեցի ես Ումբրայից էր իդեպ Ումբրիա, այո Մի խոսքով հայր ջան, ընդամենը 17,000 Ընդհանուրը ոչ թե ընդամենը Ընդհանուրը կներեք, ոչ թե ընդամենը Ես սննդի մննդի վճար, ինչ-որ անհասկանալի 2050, 19,050 Իհարկե, ես պետք է ասեմ, որ Ռուբեն Խրայանը ահագին դեր խաղաց, մենք ինչ-որ հաբրգած մենյու պատվիրեցինք Շատ էր, սարսափելի շատ էր
Մենք պետք է երկու ձևի բան պատվիրեինք, 2 հատ, ոչ թե 3։ Բայց ես ասեմ, համարը լրիվ սաղ կերանք, նենց չէր որ… Համարը այլ ամբողջը կերանք։ Ամբողջը կերանք, տուն էլ ոչ մի բան չենք տանում, գնալու ենք դատարկ տանը, ինչով զբաղվենք չգիտեմ։ Տունը ճաշ կար իմիջայլոց։ Հետ իմիջայլոց։ Մի խոսքով սենց հայեր ջան գնացինք։ Լոբի էր, հետո լոբին սխտորով ու… Լավ Անահիտ, էլ ռեկլամայով մի զբաղվի, ժողովորդն է սաղ գնացին, Անահիտ։ Մարդ չմնաց։ Ես քանիսն է որ սենց… 2 աղջիկ կան, հաստատ։ Քանիսն է որ սենց… Մոտ աջանա, ես բարել եմ արդեն։ Լավ, հեսա դուրս գանք։ 8-ի կողմերն է, 8 թանց կես։ Անահիտը գնաց լվացվի, ես դուրս եկա ծխելու։ Og vi har været meget bevidste om, at det skulle ikke være Մեր այսօրվա մատուցողը ամենաընտիրն էր, ինչքան մենք ստեղ եղել էինք։ Շատ լավ երիտասարդ էր։ Հա, նույնիսկ ստեղ մարդիկ հայտնվեցին, հա։ Գնացինք։ Այո, Անահիտը եկավ, բայց մեր մատուցողը Էրիկը շատ լավն էր, հələ շատ համեստ էր, ասեց խնդրում եմ ես չերևամ, գորնա, գորը։ Հա, հիմա էլ մեր YouTube-յան ալիքի անունն է ուզում, գոր ինչ որ շատ բան չուզեցիք։ Երևան everyday, գոր ջան։ Լավ գոր էդ հետո կգտնեք, ձեզ ուզում եմ շատ շնորհակալություն հայտնեմ։ Գնացինք հայեր ջան։ Գոր շատ հերվից, շատ, համարը ոչ մեկը չի ճանաչի։ Բացեց լավ տղա էր, իրոք լավ տղա էր։ Շատ բուդանում բարձրանա։ Շատ ուշադիր, բարձրանակ ոնց ուզես Անահիտ ջան։ Գնացինք Աբովյանը վայր ջան։ Դե եթե ես ասեցի, որ ինչքան եղել ենք ամենա հմայիչ մատուցողներ։ Չէ, բոլորն էլ լավն են, ես վատ մատուցող այստեղ չեմ հանդիպել։ Բայց գորը շատ համբերատար։ 4 տեղ փոխեցինք։ 4 տեղ փոխեցինք։ Մինչև մեր ուզածին հասանք։ Այո։ Բայց իմ ոտքերը թուլացել է այդ գինից։ Անահիտ, սկզբից ասեցիր ես չեմ խմի, հետո ասեցիր լավ մի բաժակ կխմեմ, հետո սաղ շիշը դու խմեցիր։ Նենց համեստը սկսեցիր։ Ես խմել եմ ուղիղ կես այդ բոկալ կոչեցյալի կեսը։ Հա։ Այո։ Բայց ես ափսոս որ փակվեց էլի, չէ։ Բայց մենք այստեղ ոչ մի անգամ չենք եղել, չես անդադ ափսոսում։ Գիտես ինչ եմ ափսոսում, որտեվ, չգիտեմ, դու կհիշես, մենք որ անցնում էինք, երիտասարդ աղջիկ ու տղա էին, ու նենց հավատով իրանք խոսում էին դեպի ապագան, էլի։ Դա միշտ հիշում, չէ։ Այդ կարողա դու մենակ ես եղել, Արմեն։ Չէ, Անահիտ, իրար մենք որ անցանք, այստեղ մի հատ տղամարդ էր, նենց միջին հասակի տարիքի։ Ու այդ վաղտ վերանորոգում էր գնում։ Հա, այդ վաղտ էր։ Բայց դա ինչ աղջիկ տղա հիշում։ Չէ, աղջիկ տղա էին։ Կարող է մենք տղայի հետ զրուցեցինք, աղջիկը ընդեղ ներքևն էր աստիճանների վրա, այդ չեմ հիշում հաստատ, բայց ու ես այդ հավատն եմ շատ ափսոսում։ Դե լավ, ես էլ մեր շենքը առիթից օգտվեմ մի հատ ցույց տամ։
Այսինքն տուպոյ մոպոյ բաներ ասախ մեր շենքի գլխին հավաքվել, որտեղ մեր շենքը ծավալով եւ ամեն ինչով շատ Աբովյանին Նիվան է, Նիվան։ Էսա, հետևից է։ Այս արդեն բարդացրել են։ Մոտոցիկլով են երաշտություն քարոզում։ Իդեպ է շենքում մի մոմենտ բանն էր։ Արյանցն ենք հիմա։ Բացի նրանից, որ սա Սպինդիարյան դպրոցն էր։ Չէ, գեոլոգիա ուպրավլենին են կողմն էր։ Անայ, դու մեր մայլեքից մի խոսա էլի, երբ որ ես խոսում եմ։ Այնտեղ գեոլոգիա ուպրավլենին էր հայր։ Իսկ այս շենքում Սպինդիարյանի անվան դպրոցն էր։ Ամենադեպս ես քննությունները ստեղ եմ հանձնել։ Դե դա 65 տարի առաջ է եղել։ Հա։ Բայց հետո մի մոմենտ ստեղ ինչ կուսակցություններ չեմ անում։ Վազգեն Սարգսյանն էր։ Ճիշտ եմ ասում, Վազգեն Սարգսյանն էր։ Հա, դե կուսակցության անունը ես էլ չգիտեմ։ Ես էլ առավել եւս չգիտեմ։ Բայց մենք թե ենք խմել, այստեղ էր։ Թեյարան էր, հիշում ես։ Հա, հիշում եմ, ճիշտ ես ասում, լսի։ Լավ էլ թեյարան էր։ Շատ։ Հա, ինչ ափսոս։ Հետո մենք գնացինք Ռեյ ֆիլմը նայելու թեյից հետո։ Թե հակառակը չեմ հիշում։ Կինո Մոսկվայում։ Այո։ Հետո մտանք ձեր տուն։ Մենք Ռեյը կինո Մոսկվայում ենք նայել։ Հա, ինչ լավ է։ Ես էլ դալան է, հայր։ Դեստեղ մի հատ բակ էր, առանձնապես ոչ մի բանով հետաքրքիր չէր, Երևանյան հին բակ էր, բայց այ Խանոյանն էր ստեղ, լուսանկարիչ։ Ես տղային լավ գիտեմ, Արմենին։ Հա, Արմանը երկիչը հույսեր ուներ, որ մենք իրան կնկարենք, բայց ոնց որ թե չենք նկարի արդեն։ Հա։ Մենք այս ճանապարհը ընտրեցինք։ Դե կհետևենք, մեր խորհուրդներին կհետևի, թե չէ առաջին սիրո Երկը։ Իսկ դու մեքենայի բանը գումարը նայեցիր, ժամկետը։ Ինչ գումար, ինչ ժամկետ, ինչ ես ասում անայդ։ Հա, կանգարի։ Հայո։ Հա, բայց այդ քեզ վերաբերվում է, այդ իմ գործն է։ Դե ոնց չի վերաբերվում։ Հա, ստեղել են տղաներ, որ ասեց պետք չի նկարել, թող գան ինքնուրույն նայեն։ Հա, էլի տես։ Չէ, բայց ես այստեղ հաստատ ավելի շատ իրեր եմ հիշում։ Ինչ որ սամավարներ էր, եսի ինչ էր։ Սամավար։ Կար, հա։ Հին էլի։ Սամավար ոնց ես կարծում, հայերեն ոնց կլինի։ Ինքնաեփ։ Ինքնաերան այդ։ Դե ես բարեզբույն բանով թարգմանեցի։ Հա, այդ կոչվում է կալկա։ Կալկա արեցիր։ Այս էլ Երևան հյուրանոցը, Երևան ռեստորանը մի վաղտ։ Արմեն ջան, այստեղ ռեստորան չկար, ես հետո սարքեցին։ Այստեղ այդ կոպեկն էր, բայց ռեստորանը այստեղ դուրսը կար, այս մասը։ Հա? Դենց հարցակվեցի ու սկսեցի կասկածել։ Բայց ես էլ եմ հիշում, որ չկար այստեղ այդպես ռեստորան։ Չէ։ Հետո արդեն իրանք ավելացրեցին սա։ Գծակառույց սարքեցին։ Ներսն եմ նստել։ Այո։ Ես անկեղծ ասած ընդամենը երևի մի անգամ եմ նստել։
Դրա համար է դուրս ներս։ Կոպեկներ էլի այստեղ այս բաց, այստեղ երկու կողմից բաց տարածքներ ու կոպեկը կար։ Կոպեկում շատ եմ նստել, բայց ես էլ Ազնավուրի հրապարակ։ Ինչի ասենց մթության մեջ, ես հիմար լույսերը դեղնա եսի մինչ, չեմ սիրում ես ես լուսավորությունը բոլորովին։ Հա, հաջող չի։ Դեր միասնիկյան պողոտայի վրա շատ ավելի լավ լույսեր են, հաճելի, չէ՞։ Գոնե մի բանը ավելի լավն է։ Ես երաժշտությունը որտեղից է գալի։ Ես ուր ես նայում, Անահիտ, պարզ չի, որ ընդեղից չի գալի։ Բա որտեղից է գալիս։ Ես կողմից։ Այս են դաշնակահարն է նվագում։ Դե բա ուր ես ինձ թեքում։ Բայց մյուս կողմ։ Բանը գալիս էր ստեղ էլի ձայնը։ Պատերին խփվում էր էխը մատրաժալսը։ Այո, գնում էր Երևանը հյուրանոցին էր խփում, հետ էր գալի մեր մոտ։ Տես այսօր Ազնավուրի մոտ նկարվողներ կան։ Դաժե հերթ կա։ Դե ինչ անենք, հերթ կանգնենք, մեկա կանգնած ենք։ Մի հատ հարցրը վերջով է։ Մի հատ սուրճի վրա կփոխենք մեր հերթը։ Մարդկանց հարամար իր նկարվելը։ Այ, հաստատ։ Հաստատ։ Ես նորից նկարվեց։ Ինչ ամոթ է, Անահիտ։ Հարի շուտ գնանք ստեղից։ Ինչա գրած? Մոլոր, ինչա? Դե արդեն կոր հավանայիտ, շուտ էր պետք։ Մաջորվածը, մոլորվածը, հայ է գրում։ Մոլորվածը, բայց ոչ է, մալորվածը։ Անահիտ, ես չեմ կարա, ես կամերայով կեզ գոհացնեմ։ Երկու լեյա ուղակի։ Այո, և այա։ Ընդամենը։ Այո, մալորվածը։ Հետաքրքիր ինչ է նշանակում մալորված։ Հայկական է։ Դե բայց մի քանի տարի այստեղ մեծամասնությամբ հայկական ֆիլմեր են։ Մալորվածը։ Այսինչ զբաղմունք կտար ինձ համար Անահիտ։ Գնացինք։ Շնորհակալություն։ Հայլի մոտ է։ Են անկյունից էր սկսում, հիմա եկել է հայլի ամիջև ասել։ Այսենց մթնշախ հրաժեշտանք։ Լավ մնաք ժողովուրդ ջան։ Ստեսություն ձեզ։ Միշտ առողջ